Ոյ, պարոն Մինթոև, այս ինչ եմ տեսնում։ Ինչ է։ Ինչպիսի բախտ, ինչ պայծառ լույս, ինչ յաննալի բաժակ է։ Ես էլ կարծեցի դժբախտ չունա պատահել։ Մագդա, ոնց որ տեսնում եմ երազդ կատարվում է։ Դե լավ, շարունակիր։ Ձեր գլխին մի մեծ թռչուն է կանգնած, թևերը տարածել է, որ պաշտպանի ձեզ։ 2 ժամ, թե 2 օր կամ 2 շաբաթ հետո ձեզ համար մի նոր դուռ է բացվելու։ Մի նիհարակազմ, բարձրահասակ կին, ձեր ձեռքից բռնած տանելու է իր հետ վեր։ Այնքան վեր եք բարձրանալու, որ ցածում կանգնածները գաճաճներ են թվալու։ Հետո մի նոր գործ եք սկսելու։ Սկսեմ ոչ։ Ինձ հարցեր տվեք։ Sa musique, un air de fête tout court, languissant, un simple nom magique, c'est bien Paris où tout se fait chanson. Դուք հանգարում եք եք շու, վեշ տվեք այս աղմուկի։ Paris, rêver de toi, chanter pour toi, crier sa joie. Et tu toujours Paris, comme un enfant, comme un amour, et tous les Oui, Շամիր Բեգին եշի, էտում հետա։ Օ, դա Փարիզի մեծահարուստ տիկիններից է։ Շամիր Բեգը նրա նկատմամբ լուրջ մտադրություն ունի։ Ասում եմ, իր հետ ուզում է Ռուսաստան տանել։ Ինչ ասում։ Des yeux volés au coin de rue,
Նայեք ստուգենք համարները։ Գումարը դրված է 15, 24, 36 եւ 12 համարների վրա։ Ուշադրություն։ Սկսում ենք։ Ուշադիր, պարոնայք, ուշադիր։ Այդպես։ Դուք տարվեցիք, պարոն, դուք տարվեցիք։ Վերցրեք, սա ձերն է։ Մերսի։ Կորուստը մեծ չէ, մեծ չէ։ Տեսակ, ինչպես շահեց։ Պարոնայք, խնդրում եմ ուշադիր, ուշադիր։ Իշտես։ Ահա, նորից շահեցիք, համեցեք։ Մոմպտի այսօր շատ լուրջ եք երևում։ Ես եկել եմ վերջապես մռութը ջարդելու։ Դու այսօր նորից ներկայացար միսիա Շարլի։ Վաղը ժամը 8-ին պետք է վճարես ժամկետած պարտքերը իր բոլոր տոկոսներով։ Հակառակ դեպքում։ Non, mon vieux. Մադամ, միանգամայն համոզված եղեք իմ անկեղծությանը։ Ժորժ։ Ծանոթացեք, խնդրեմ, Մադամ Պոմպադո, բարոն Ժորժ Մինթոել։ Պոմպադուր։ Madame Pompadour. Oh, je suis très heureux. Pardon։ Չտեսնված հարստության դերքին է, նոր ծանոթացա հետ է ինձ թվում է կհաջողացնեմ նրանից մի խոշոր գումար կորզել։ Հա, Ժորժ, խնդրում եմ Լիդիային ասես, որ գիշերը կարող է պատահել տուն չգամ։ Զբաղված է։ Քո գործն է։ Pardon, madame, pardon, monsieur. Je vous en prie, madame. Ստյոպա, ուր է Ժորժը։ Նա գնաց։ Ուր։ Չգիտեմ։ Ջերսուլիկ։ Դե իհարկե։ Ժորժ, տարվեցիր։ Իսկ հիմա ուր ես գնում։ Կախվելու։ Ինչ արած։ Ինձ ուրիշ ոչինչ չի մնում անել։ Ոչ։ Գնանք ես քեզ մենակ։ Չեմ թողնի։
Ժոր։ Հա։ Ինչ կա, ինչ ես ուզում։ Ժոր։ Կարող եմ տուն գալ։ Ոչ, արդեն զարթնել է։ Հեյ, Ստյոպա։ Ես հիմա կգամ, դու չգնաս, սպասիր, գործ կա։ Լավ։ Bonjour, monsieur. Bonjour. Hein? S'il vous plaît, monsieur. Archicole. Oui, monsieur. Et douillet. Madame! Sors. Hein? Monsieur, դուք մեկնում եք։ Այո, Ուր եթե կարելի իմանալ։ ուշ։ Ամերիկա։ Ուր։ Գրողի ծոցը։ Ինչ սովորություն է ուրիշի գործերի մեջ քիթ խոթելը։ Pardon։ Ստյոպա։ Քիչ այս կողմ։ Պատից հեռու պայրիրտ է։ Ինչ ես ծրտռացնում շուտ արջե։ Ահա։ Ամերիկա։ Այո, Միսյո Ժորժը, նա արդեն ճապլուկներ պատրաստել է։ Առանց ինձ հայտնելու։ Մադամ։ Տեսնում եք դուք նրան։ Ժորժ։ Ախ, Կոլետը, Մադամ։ Ամերիկա։
հետ ասաց, որ դու մեկնում ես Ամերիկա։ Ինչ։ Ամերիկա։ Օ Ժորժ, Ամերիկա։ Հայես։ Այո, միայն խնդրում եմ մի հուզվիր։ Ես քեզ ամեն ինչ կբացատրեմ հիմա։ Նստիր, մամա։ Նստիր։ Դու հասկանում ես։ Իմ գործերը խառն են։ Ես շատ ծանր վիճակի մեջ եմ։ Ինչու։ Ինձ փող է պետք։ Շատ փող։ Спасибо. Չգիտեմ, եթե այսպես շարունակվի, մամա, ես չգիտեմ։ Էլ ինչա պատահել, ինչ կա։ Պետյա, Ժորժը ուզում է մեկնել Ամերիկա։ Ամերիկա։ Փող է պետք։ Այո, Ամերիկա։ Ամեն առավոտ մեր ու տղա մի բան է քնարում ինձանից փող փոկելու համար։ Հասկացեք, փող չունեմ, պրծնում պրծնում։ Գնում ինչ անի հարցրել է։ Ժորժ։ Ես այնտեղ գործեր ունեմ։ Գործանողը ստեղել գործ կան, Ամերիկա գնալու կարիք չկա։ Ես որոշել եմ ամուսնանալ։ Ամուսնանում է, որ մի քաղցած էլ բերի վզիս կապ։ Քաղցած։ Ես ամուսնանում եմ մի շատ հարուստ ամերիկուհու հետ։ Ով է հարուստ ամերիկուհին։ Կարող ենք իմանալ։ Ջուպոն Մորգանի քրոջ աղջիկը։ Մորգանի։ Այո, ես ամուսնանում եմ Ջուպոն Մորգանի քրոջ աղջիկա հետ։ Լսում ես, Պետյա։ Ինչ նստվեց։ Մորգան։ Հայելի Մորգան։ Փչումա։ Չեմի Մորգան։ Ինչի Մորգանը խելքը հացի հետ ակերել, որ իր քրոջ աղջկանը տայի։ Ոչ թե քեզ, այլ Ժորժին։ Դո քո Ժորժը առանցից մի ծակ կոպեկ էլ չաժի։ Ինչու է։ Հասկացի, արխիմիլիարդեր Մորգան, քո Ժորժնովա, ամբանի մեկը, համե… Վայ, ես իմ խանչալը չի մաղթաղ։ Հայելի։ Սա ինչ է։ Վայ հարամզադայի մեկը վայ։ Լսիր, հասկանում ես, ես բոլորը հավաքելա, որ վերցնի ու տալի։ Վայ ես քո, վայ հարամզադա վայ։ Պապա։ Արումար, բակու երես իսկի մերուն չկա։ Սպասի, պապա, քեզ ամեն ինչ բացատրեմ։ Ինչ բացատրես տանում ես։ Ոչ թե տանում եմ, այլ բերել եմ։ Ո՞ս թե բերել ես։ Այս կամարները ոսկեղ են, իմը չեն։ Քոնն են։ Ես նրանք տարա իմ հարսնացուից ցույց տալու եւ ետ բերեցի։ Իմ հարսնացուս արևելյան զարդերի սիրահար է։ Ես այդ զարդերով նրա համար ապարեցի։ Բոլոր խելագարի պես ծափարում է, իսկ այդ աղջիկը փաթաթվել էր ինձ եւ համբուրում էր, համբուրում։ Ասում էր, որ կյանքում այսպիսի կրքոտ բար չի տեսել։ Բոլորը կանչում էին «Վիվա, բրավո»։ Եթե ես դրամ ունենայի, հենց տեղում հարսանյաց հանդեսը կկազմակերպեի եւ այդ միլիոնները հիմա իմը կլինեին։ Բայց միևնույն է։ Ես այստեղ չեմ մնա։ Ես նրա հետևից կգնամ Ամերիկա եւ ամեն ինչ կանեմ նրան տիրանալու համար։ Եվ եթե չհաջողվի, մի օր վերջ կտամ կյանքից։ Մնացեք բարով։ Ժորժ! Ժորժիկ! Ինչ ես քարացել, այ մարդ գնա նրա ետևի, դու խիղճ ունես։ Ժորժիկ ջան, սպասիր տեսնենք, քեզ ինչ պատահել։ Ես այլևս քեզ նեղություն չեմ պատճառի։ Ես ոչինչ չեմ ուզում։ Ես պետք է գնամ։ Ինչ ես կանգնել, ետ կանչիր։ Ասա, ինչքան ես ուզում։ Ոչինչ, պապա, ոչինչ։ Եվ ոչ մի կոպեկ։ Ժորժիկ, ես չեմ թողնի, որ դու գնաս։ Ժորժիկ ջան։ Դե հերիք է բայատի կանչես։ Ինչքան է հարկավոր, ասա։ Դե էլ ինչ ես հարցնում, տուր էլի, տուր էլի։ 50 ֆրանկ որ տամ հերիքա, չէ։ 50 Հա։ Ֆիդոն։
Ես նա ներկայացել եմ որպես Ռուսաստանի ամենահարուստ նավթարդյունաբերողի որդի Ժորժ Մինթոև։ Սուտավոր։ Այդ ալհամად բաշևիկները որ չնեին, ես էլ ինձ համար մի մորգան էի դարձ։ Հերիք եղավ։ Վաղը ճաշին այդ աղջկան իմ տանը իր ծնողների հետ նստած տեսնեմ, ինչքան փող ուզում ես կտամ, թե չէ, մի փռանկ էլ չեմ տա։ Ծնողների հետ։ Հա, ծնողների հետ։ Հա Ժորժիկ ջան, հարսնացույց իր ծնողների հետ հրավիրիր մեզ մոտ։ Մենք ինչպես որ հարկն է, կընդունենք նրանց։ Լավ, ես համաձայն եմ։ Ես կհարցնեմ։ Հա, հարցրու։ Կսպասենք, հա, Ժորժիկ։ Կսպասենք, հա։ Այո, մաման, մերսի։ Ես գնացի։ Ժորժիկ ջան։ Այո։ Յանի այդ աղջիկը հետը մի քանի միլիոն կբերի։ Չի բերի, չէ։ Ինչ մի քանի միլիոն, ինչ մի քանի տասնյակ միլիոն։ Բա ես դրա հոգուն մեռնեմ, գնա շուտ արա բեր։ Մակտաղ, ես ինչ պատահեց։ Երջանկությունից է, Պետյա, հասկանում ես։ Հա։ Ես նախազգում էի, այդպես էլ գիտեի։ Դե լավ, վարսացի վերև հանգստացի, մտածել ճաշկերութի մասին։ Լսիր, ես մասին ոչ մեկին ոչ մի խոր։ Չէ, կնախանձեն։ Հա դե, դու գնա, ես էստեղ մի փոքր գործ ունեմ։ Բա որ ճշմարիտ լինի, ես հո կգժվեմ, Մորգանը ինձ խնամի, կամ ես Մորգանի խնամի։ Վայ քո տունը չքանդվի, ճապատանց պետի։ Վայ։ Լիդիա, ինչ է պատահել աղջիկս, հա? Մամա, Ստյոպան այսօր էլ տուն չի եկել։ Միթե քեզ համար նորություն է, որ նա երբեմն տուն չի գալիս։ Առուծախի գործ է, ամեն ինչ կպատահի։ Այդ ինչ առուծախ է, որ երբեք ոչինչ չի շահում եւ օրերով տուն չի գալիս։ Տղամարդկանց թերությունները երբեմն պետք է աչքաթող անել աղջիկս։ Ինչեր ես ասում, մամա։ Միթե դու չգիտես, որ Ստյոպան էլ Ժորժն էլ ընկերական վատ միջավայրում են գտնվում։ Ժորժը։ No։ Ժորժի մասին սխալվում ես։ Պարզվում է, որ նա շատ գործնական տղա է, իսկ և իսկ հայրը։ Մամա։ Պարզվում է, որ մենք մեր Ժորժիկին լավ չենք ճանաչել։ Մի երկու օր էլ սպասեք։ Allô? Oui, s'il vous plaît, 3,49,50. Merci. 5, 6, 7, 8, 9, 10. 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19. Հեռախոսնի։ 20, 21, 22, 23, 24, 25, 26, 21, 22, Մուշահամայակ, վուզեկուտ։ Տիկին մակտարինեն է խոս։ Բարև ձեզ, տիկին մակտարին է, բարև ձեզ։ Ինչպես եք, լավ եք։ Ոչինչ։ Տիկին պայծառը ինչպես է։ Լավ է, շնորհակալություն, բարեհաճեղի։ Գիտեք ինչ, պարոն Հմայակ, ես շատ եմ ուզում Պետյայի համար մի հաճելի սուրպրիզ անել։ Սուրպրիզ։ Այո, վաղը ուզում եմ ձեզ հրավիրել մեզ մոտ ճաշի։ Պետյայի գործերն էլ այնպես են, որ ով գիտե մեկ էլ երբ առիթ կունենանք հանդիպելու։ Մեզ մոտ է լինելու պարոն Կարասովը, պարոն Իշխանը և տիկին Զեփյուրը։ Ներեցեք, մեկ վարկյան, տիկին պայծառին հարցնեմ։ Տիկին մակտաղին է, մեզի կհրավիրի ճաշի երթանք։ Երբ? Վաղ։ Վաղ հրավիրված ենք Մելիքովենց տուն մրցար։ Մելիքովենց։ Հարգավ։ Եղբայր այստեղ ճաշի, Մելիքովենց տան ընթրիք, մեկ մյուսին չի խանգարի։ Լավ, այդ դեպքում կարելի է։ Տիկին մակտաղին է, շատ շնորհակալ ենք, անպայման պիտի կանք, այո։
Ինչ լավ արիր, որ եկար։ Թե չէ ես հոգնեցի անշարժ նստելուց։ Ժորժ։ Ինչ է պատահել քեզ, Ժորժ։ Ես կարծեցի չես գա։ Այո։ Կարող է եւ չգալ։ Ինչու։ Ինչու։ Որովհետև այս ծերուկը երկար է քաշկալ այստեղ։ Ասա, միևնույն է, նա չի լսում։ Այսօր ես խիստանախորժ խոսակցություն ունեցած ընկերներիս հետ։ Քիչ մնաց կոկորդս պայթեր այնպես էի բղավում։ Բայց ի վերջո գլուխս մի կերպ ազատեցի։ Ժորժ, ինչ է պատահել, գուցե ասես։ Իմ գործերը քանի գնում ավելի են խճճվում։ Ես պիտի ամուսնանամ։ Ինչ։ Այո, պիտի ամուսնանամ։ Ում հետ։ Ջուպոն Մորգանի քրոջ աղջկա հետ։ Ժորժ, բայց չի որ դու, բայց չի որ ես սիրում եմ քեզ, այդ երբ դու ծանոթացար։ Ինքս էլ չգիտեմ, բայց հորս խոստացել եմ ամուսնանալ, և դու ինձ պիտի օգնես։ Հալո, 3-19-40։ Oui. Tout de suite, monsieur. Oui. Մերսի, Տիկին Զեփյոն։ Մի մոռացեք, որ ամենալավ դերձակուհին եկար։ Իսկ այս շարֆը ուզեմ այսպես կանեմ։ Մադամ։ Գիտեք, թանկ է, բայց ինչ կարող ենք։ Կոլետը, մի րոպե սպասեք։ Կոլետը, ինչ է պատահել։ Այնտեղ մեկ անգլերենով պարոնին հեռախոսի մոտ է կանչում, չգիտեմ թե ինչ ասեն։ Անգլերենով։ Գնա շուտ ասա, որ ուր որ է հիմա կգան։ Շուտ։ Այո, մադամ, այո։ Ուր կորավ այս մարդը։ Պետյա։ Ալո։ Բայց ես անգլերեն մի քանի բառ գիտեմ։ Իմ պապան այդքան էլ չգիտի։ Ես կթարգմանեմ քո անգլերենը։ Ահա։ Hello. Ահա։ Do you please, Mr. Mintoyev? Oh yes, Mr. Mintoyev. S'il vous plaît. Oui. Պետյա, արի։ Խնամին է։ Խնամին։ Ալո։ Mr. Mintoyev, how do you do? My name is Mrs. Gerald Morgan. Oh yes, Morgan. Good morning, my darling. No. I am very, very happy for you. Morning, Խնամի ջան։ Good morning, մատաղ, համա ես քո լեզուն չեմ հասկանում։ Այնը որ ինչ է։ Merci. Merci, ваши благородие։ Ինչա։ And this is my friend, Mr. George Mintoyev. Ժորժիկը քեզ մոտ է, իրան տուր։ Ժորժիկ ջան։ Ինչ է կորել։ Ես քանի անգամ։ Բայց այդ ինչ աղմուկ է այդտեղ։ Ինչը մարդիկ են ավակվել չեմ հասկանում։ Ադա դե կարասովնա, իշխաննա, համայակնա իրակնգա հետ, անհամբեր սպասում են քո գալուն։ Բայց մենք միգուցե չկարողանանք գալ։ Վայ, չեք գալու։ Ինչու։ Դե, որովհետև հարսնացույց մորակույր անհարմար է զգում, չի որ կարգը պահանջում է, որ առաջ մենք, գիտես։ Հա, Ժորժիկ ջան, ճիշտ ես մտածում, ես բոլորը մորդ հնարած բաներն են, 1000 անգամ ասել եմ, ոչ մեկին, ոչ մի բան չենք ասել, չենք էլ ասելու անհոգ կաց։ Ժորժիկ ջան, նա էր ինձ հետ խոսողը։ Վայ ես նրա հոգուն մատաղ, Ժորժիկ ջան, յանի ես գործը գլուխ պտի գա։ Արա այնպես, ինչպես ինքդ ուզում ես, դու ինձանից լավ գիտես։ Դե լավ, պապա, մենք շտապում ենք, ես շուտով կգամ։
Goodbye. Goodbye, Mr. Mintoyev. Goodbye. Bye. Bye. Ես բոլորը քո մեղքն է։ Why? Ինչ ես տրիակերներին բերել, հավաքել գլխից նստացրել։ Լսիր, այս մասին ոչ մեկին ոչ մի խոսք։ Դեք ես տեսնեմ։ Ես ուրիշ ելք չունեմ, Նատաշա։ Հորիցս երբեք չեմ կարող այնքան փող փոկել, որ կարողանամ պարտքերս տալ։ Սա իմ միակ փրկությունն է։ Ես քեզ կծանոթացնեմ նրա հետ, որպես իմ ապագա հասնացուիս մորաքույրը։ Դու նրան ծախսել կտաս այնքան, որ քեզ հասանելիք տոկոսները բավական լինեն թղթախաղի համար։ Հիանալի է։ Ես համոզված եմ, որ կտանեմ։ Անպայման պիտի տանեմ։ Հոժորժ, դրանից ոչինչ չի ստացվի։ Բախտը մեզ նմանների համար չէ։ Անչափը ուրախ եմ այսօրվա մեր հավաքույթի համար։ Վաղուց կփափակեի այսպիսի խնջույքի մասնակցել։ Դե սիրելի բարեկամներ, բարով եք եկել մեր օջախը 1000 բարի։ Դե որ այսպես հավաքվել ենք, եկեք մի լավ կեփ։ Կոլետը խաշլաման բեր։ Համեցեք խնդրում եմ, պարոնայք, անուշարեք։ Պարոն Կարասով խնդրեմ։ Մերսի։ Փառք տանք Աստծուն, որ կան այսպիսի օջախներ, որտեղ կարող ես քո հայրենիքի կարոտ առնել եւ ազգի շունչը զգալ։ Լավ ասած, բայց մի նոր էլ ազգի շունչն է կտրվելու։ Իշխան, դու ամեն բանի նկատմամբ թերահավատ ես։ Ազգի կարոտ է սեղանը չի, էք ու ծելորով փողը պրծավ տեսնեք ոնց է ազգի կարոտն առնելու։ Պարոն իշխանի վրդովմունք ինձ համար միանգամայն հասկանալի։ Տղաքյոքոս չի մի խորնվի։ Ընդհակառակ, պետք է ասեմ, որ շատ ճիշտ որոշեց պարոն իշխան։ Մեր ներկա վիճակ Փարիզում շատ անելանելի վիճակ է։ Որտեղ պիտի աշխատենք, ինչ լեզվով պիտի խոսենք, այս բոլոր օդից կախված բաներ են։ Դա։ Հա, իհարկե, մեկը ճիշտ է։ Էմիգրացիա ոմանց համար հավանաբար լավ բանի չգիտեմ։ Սակայն այս անորոշ սպասողական դրություն մեր հոգեկան ավան տնտեսական վիճակի խերկանիցի։ Այստեղ այսպես ամբողջ մթնոլորտ ապականված է։ Այդպես չէ, պարոն իշխան։ Աքեմատեղ ես գիտեմ, որ քեզ ասեմ, ինչ եկել ենք մերոն կափեներում նստած լեկերը հաչ են տամ։ Այդ անդեր բալշևիկներն էլ պինդ նստած տեղներից տյուրուր չեն տամ։ Տյուրուր կտանք իշխան ջան, մին պուճուր էլ սպասի տեսնեմ ենք դրանց ոնց եք տյուրուր կայում։ Պետրոս, բարուն ես ասա, վերջերս քեզ մի տեսակ փոխված եմ տեսնում, հա? Փոփոխություններ կան, որ հասկանալ չես կարող, ինչքան էլ խելքից զոր տաս, համա որ հասկացար է, նախանձից կտրակ ես։ Ես այս ուղեղը մտնել է ծերությունից։ Ինչ ասաց պարոն Արտաշես։ Չկրսի, մի խանվի։ Լավ, կերեք, խմեք, կեպ արեք, վա։ Գեներալ Նազարբեկովը ասաց, որ ստացված տեղեկությունների համաձայն բոլշևիկները ամբողջորեն խմում են գյուղացիներից եւ ածուխի փոխարեն վարում գնացքների մեջ։ Շատ հիմար մարդիկ են այդ բոլշևիկները։ Այդքան անտարը թողած ծորեն են վարում։ Դուք չեք հավատում իմ ասածներին։ Համեցեք։ Դիքին մակտաղին է, ձերքը դալար, շատ համով եք պատրաստել է շատ։ Իրոք որ շատ համով է, ես վաղուց այսպիսի համեղ կերակուրներ չի եկել։ Դե որ այդքան դուր ագալի ներ թխվածքները, եկեք խմենք մեր տիկինների տերաս։ Որտեղ լինենք։ Փարիզում, Անգլիայում, թե Ամերիկայում, այսպես սեղաններ մեր գլխից անպակասելի։ Սաղլեք տիկիններ։ Ամերիկա։ Հա, Ամերիկա, մարդիկ են է, մարդիկ, ոսկին ջվալով են չապում, սաղլներ։ Շներեկա։ Պետրոս, չլնի թե հանքերը ծախել ես։ Ադա, Արտուշ, հանքս որնա, թքել եմ ես քո Կովկասի հանքերի վրա, դու ուրիշ բանից խոսի, միլիոնների, միլիարդների։ Գուցե Ռոքֆելլերը քեզ հյուր է հրավիրում, կամ թե չէ Մորգանը, հա? Ռոքֆելլերը թե Մորգանը, հետո հայտնի կլինի։ Օ, պարոն Մինթոյև, դուք ուզում եք հեռանալ Փարիզից։ Առաջ մեզ դեր
ոչինչ հայտնի չէ տիկին Սեփյու։ Ես Փարիզը հոգուշ շապ սիրեցի։ Հոգուշ շապ։ Ես էլ եմ սիրում Փարիզը։ Բայց եւ ինձ թվում է, որ ձեզ նման տղամարդը իրավունք չունի Փարիզը լքելու։ Այո։ Բայց նայած թե գործերը ինչպես կդասավորվեն։ Պետրոս, թե բան գիտես ասեմ, մենք էլ իմանանք։ Խե, ասեմ, որ պարարիս են գնես։ Չէ, ավելի լավ է կերեք, խմեք, քեֆ արեք, ախր մենք այսօր կա, եկուտ չկան, մաղթա, և խորոտ համար Բենեդիկտին լսրու, կանյակ լսրու, ակերեք, ինչ եք նստել, հա, հաշլամա, բաստրմա, սուջուղ, քեֆ արեք, էլի, քեֆ արեք, արտո, արտյուշա, արտաշեստ գլապուպուր։ Քո սիրելին Նատաշան է։ Ինչու դու նայց փող չես վերցնում։ Հիմա նա ռեստորանի ամենայուղալի տղամարդկանց է։ Փախցն։ Խնդրում եմ Նատաշայի մասին այդպես չխոսես։ Օհո, եթե այդքան բացվասերն է, ապա չպետք է դու տա որ իր սիրեկանը։ Այստեղ բայց շուկա չէ։ Կարգին պահեք ձեզ։ Գնացեք։ Գնացեք այստեղից մի խանգարեք, գնացեք։ Բայց ես Հուսյո Ժորժ, դուք անհանդուրժելի եք դառնում։ Անհրաժեշտ է ազատվել ձեր պատկատերից, այլ կերպ հնարավոր չէ։ Շնորհավորում եմ։ Նորից ենք սկսում։ Ձեր կորուստ առանձնապես մեծ չէ։ Տարվող պարոնայք խուճապիչ մատտվեք, խնդրում եմ։ Գումարը դնում ենք։ Պատրաստվեցեք հաջորդ պտույտին։ Ուշադրություն։ Oh, monsieur Bernard, comment ça va? Monsieur Roger, madame. Monsieur Jean. Oh, madame Pompadour, mon pardon, madame. Excusez-moi. Խնդրեմ, ներեցեք։ Monsieur George, ես այսօր երկար սպասեցի եւ ինչպես տեսնում եք եկել եմ ձեզ փնտրել, ինչով բացատրել այս։ Այլևս ոչ մի բացատրություն, այլևս ոչ մի առարկություն, միսյո, ես չեմ կարող սպասել ոչ մի ժամ։ Մսյո Բերնան, ներեցեք։ Եվ ոչ մի դեպքում խնդրում եմ լսեք։ Ես ստիպված դիմելու եմ ոստիկանության միջնորդությանը եւ վերջ։ Դուք իրավունք չունեք չարգել իմ պատճառաբանությունը։ Ես գնում եմ իմ բարեկամի մոտ, որպեսզի նա միջամտի եւ մեղմացնի իմ հոր հանցանքը։ Հայրս ինքնասպանության անհաջող փորձ կատարեց։ Գնդակ նրան կպչելու փոխարեն ծակեց պատը եւ ծրեց մսյո Ռենեի գանգը, երբ նա հրաժեշտ էր տալիս սիրուհուն։ Ձեր հայրը։ Այո։ Միսյո Ինցայո։ Այո, մսյո։ Սրել եմ միսյո Ռենեի գանգը։ Այո։ Օլալա։ Միսյո Ժորժ, ընդունեցեք իմ անկեղծ հավակությունները, ձեր պատճառաբանությունները հարգելի են, իհարկե, սակայն նախ զգուշացնում եմ, որ վաղը կլինի ձեր վերջին, ամենավերջին ժամկետը ձեր պարտք մարելու, այլապես ես ստիպված կլինեմ դիմելու ոստիկանությանը եւ այդ դեպքում դուք։ Օ, մսյո Բերնա, թույլ տվեք հավատացնել ձեզ, որ վաղը ժամը 2-ին դուք կստանաք ձեր ամբողջ գումարը։ Օй, դժվար հայր։
Բաղժամը երկուսին, շատ բերի, ստեսություն, միսի Ժորժ։ Ստեսություն։ Bonjour. Bonjour. Je vous en prie, monsieur. Oh, այս ինչ հիանալի կոմպանիա է։ Բարև ձեզ, հարգելի բարեկամներ։ Այդ աղա, էդ ուր ես կորել։ Պապեսան այդպես կլինի։ Պապա։ Ինչ։ Դուք չգիտեք ինչ է կատարվում քաղաքում։ Ինչա կատարվում։ Չտեսնված ժխոր, բազմություն, մարդիկ, մեքենաներ, մարդիկ անթիվան համար։ Խե, դա կես համար նորություն, հա։ Ոչ։ Բայց այդ բոլորը ժամանակ է խլում։ Ադա, բա որ դու Ամերիկա անգնես, են վաղտ ինչ կասես։ Խելքդ գլուխդ հավաքի, թե չէ մենք մեր աղջկանը կառնենք ու հայդա։ Պապա, ուր էլ որ գնանք, մենք միասին պիտի լինենք։ Այնպես չէ։ Փիսիկը նեղացել է ինձնից։ Նա դեռ չգիտե, ինչքան դժվար է մեզ նման հասարակ մահկանացուներիս այսպիսի քաղաքում աշխատանք գտնել։ Ընտանիք պահել։ Այդպես չէ, մամա։ Բա իհարկե։ Ապրես տղոս։ Մի անգամ այն իրավացի։ Եթե չլիներ այս սեղանը, այս մի պատար հացը, որ դու ուզած ժամանակ գտնում ես այստեղ, երևի երբեք ոտք չդնեիր այս տունը, երբեք չմտածեիր քո կնոջ եւ քո երեխայի մասին։ Լիդիա, իսկ դու գիտես, թե ինչպիսի ապրումների մեջ եմ ես, ինչպես եմ հուզված եւ բորբոքված իմ այս վիճակով։ Գիտեմ։ Լիդիա։ Դե լավ, վերջացրեք։ Ձեզ ինչ պատահեց։ Նստիր։ Լիդիա։ Դե լավ, նստիր։ Ներեցեք։ Մամա, մի բան լսրեք ուտելու, հոգնած եմ, խելքս գլուխս գա։ Դուր տղաս։ Լիդիան իհարկե չափազանցնում է։ Մեր Ստեփան շատ աչքաբաց տղա է։ Նա շուտով կկարգավորի իր ընտանեկան կյանքը։ Իհարկե։ Եվ ամեն ինչ լավ կլինի։ Հյուրասիրվեցեք խնդրում եմ, համեցեք։ Ես շուտով կվերադառնամ։ Հա, էլի, Մակտաղը ճիշտ է ասում։ Ինչ է քացախել նստել։ Դե մի բան կերեք, Մակտաղ։ Լիդային ասած հոգա մի բան նվակի։ Այո, հարկավոր է Լիդիային խնդրել, որ նվակի։ Դե կերեք, քեփարեք, ես հավնել հարկավոր է ջարդել։ Այ, Տիկին Զեփուր, ես էլ քուբուդը։ Դերեք ասպի բան նվակի, ոչի չէ ոզում լսել։ Մի բան նվակի ուրախան։ Չեմ նվակել։ Տիկին Զեփուր, են որ ես սիրում եմ, իմ երգ է, Զեփուր ջան, հա, էդ հա։ Մարչեսկա, օլե ետրա, Ժամքյանիսն է։ Մեկ աչ քսանի։ Հավակալի չկշտացել։ Հոա էշի շոասան, հոա կեպիտնի եկալ, տանգալա մանգալա նաղարա, աղջի վեկաս խաղարա, գոնաղների նեսարա, երեխեքին դուսարա։ Պարոն ինքնիվ այսօր բարձր տրամադրությամբ մեծի։ Որ մարդուս գործերը հաջողքնի, կամ ասենք մի լավ երազ է տեսնում։ Ադարտուշա երազս որնա, աչկդ ունքդ բաց արա, ես կվաշիվիկների ջիգյարը նեզ տաղեմ որ։ Սպաս ես գործը գլուխ կա, թույշ կնալով եմ Նիկոլայ Նիկոլայիչ Պուշտա։ Ասեմ, ваши императорские высочества, деньги не хватает, на Веринского хочешь и начинай. Ինչը։ Այդ դու ինչ դմբո մարդ ես, կռիվ է, կռիվ։ Կռիվը կտանենք, торжественника կմտնենք Ռուսաստան, Боже, царя խարանի։ Частный собственность восстановить կանենք, հանքերս կծախեմ, փողերը կդնեմ ջեբս, ուսմոտ։ Ինձնից հետո քո այդ Ռուսաստանն էլ, Կովկասն էլ, Հայաստան, Մայաստանն էլ, թող քարոքանդելի հետ վեճշի։ Դանգալա, մանգալա, նաղարա,
պայծառջանվեկաս խաղարա, երեխեքին դուսարա, հոնաղներին ներսարա, չնգալա մանգալա նաղարա, աղջի վեկաս խաղարա, երեխեքին դուսարա, Պարոն Հմայակ, եթե կլինի մի հատ պղպեղ։ Խնդրեմ, բայց պղպեղ կծու։ Ոչինչ, մի հատ էլ լոլիկ եթե։ Լոլիկ խնդրեմ մարսողականի։ Հայա, խնդրեմ համեցեք։ Հոնաղներին ներսարա, չնգալա մանգալա նաղարա, աղջի վեկաս խաղարա, հոնաղներին ներսարա, չնգալա մանգալա նաղարա, աղջի վեկաս խաղարա, Ուրիշ տեղից ենք սպասում հարստություն։ Բավական է, Մագդա, բավական է։ Երբ քարստանաք, այն ժամանակ էլ խոսեք այդ մասին։ Իսկ դու Լիդիա, բոլորի ներկայությամբ նրան չպիտի պահարակես։ Ես որոշել եմ բաժանվել։ Ինչպես։ Ես կգնամ այստեղից։ Ես վերջին անգամ կխոսեմ նրա հետ եւ կպարտավորեցնեմ, որ նա իր ընտանեկան պարտականությունները կատարի ինչպես որ հարկն է։ Ավելորդ է քերի։ Այդ անառակը ոչ ամուսին է, ոչ էլ իր երեխայի հայրը։ Կարելի է։ Ստյոպա, եկար։ Ոչ, չի կարելի։ Լիդիա։ Ահա, ես իմ ունեցած չունեցածը, ախար, ես իմ տղեն, որ ուզում եմ մեծ հարսանիք սարքի, ես փողը հերիք ա, հը, հերիք չի, բավաս պատուելի մեր վերջը, Ինչ է, խնամուտ, Մորգանին, մորացար, Պետյա։ Mr. Mintoev, hello. Morgan John. Պետյա, վերցրու իմ ոսկե արկղներից, որ ուզում ես, և տար։
Ինչ ես ուզում։ Ես եմ, ոչինչ։ Հա։ Եկել եմ քեզ հայտնելու, որ հարցնացույց մորակույրը, Մորգանի քույրը, այս գիշեր մեզ հրավիրել է ռեստորան։ Դու լավ հագնվիր, պապա, ես անպայման կգամ քո հետևից։ Մորգանի քույրը, խնամի։ Այո, պապա։ Կսպասեմ քեզ, Ժորժիկ ջան։ Անպայման, պապա։ Պետի, այս ինչ աղմուկ էր, ով կար այստեղ։ Ժորժիկը։ Ժորժիկը։ Հա։ Ուր է ապա։ Գնաց։ Դու էր գնացի տակ փրակս պատրաստի գնում եմ խնամուս մոտ։ Խնամուտ մոտ։ Հա։ Բա ես։ Դա կնկա խելքի բան չի, փրակը պատրաստի։ Հա։ Սպիտակ փրակը։ Հա։ Լավ։ Ումբո։ Ոչ, ռեստորանում ցակած բոլոր անախորժությունների պատասխանատվությունը ընկնում է ինձ վրա։ Մսյո Ռոժե։ Այո։ Ես զգուշացնում եմ։ Եթե իմ պապայի ծախսած գումարի 20%-ը մեզ չվերադարձնեք, ես հենց հիմա կզանգարեմ, որ նա այստեղ չգա։ 8%-ից ավել չեմ վճարի։ Ինչ։ 10% եւ վերջ։ Ոչ մի դեպքում։ Լավ, կվճարեմ 13% այն դեպքում, եթե նա 2000 ֆրանկից պակաս չծախսի։ Մսյո Ռոժե։ Այո։ Նկատի ունեցեք, որ ես Մուսյո Մինթոևի ծախսերը հաշվելու եմ մինչև վերջին։ Լավ։ Հա։ Այսօր ես պաշտպանելու եմ Ժորժի շահերը։ Դա մեր ընդհանուր գործն է։ Լավ, վերջացրեք։ Մսյո Ռոժե։ Կրկին կզգուշացնեք բոլորին, որ ինձ այսօր ոչ ոք չի ճանաչում։ Կարող եք հանգիստ լինել, ամեն ինչ ասված է։ Ժորժ, դու մի մտածիր։ Կանեմ ամեն ինչ ինչպես ասացիր։ Նատար։ Շեշուբեշ։ Նորին մտության դեպ գվարդիայի Երևանյան գնդի պարուչք Գրիգորի Ստեփանովիչ Ամիրխանովն ասում է դու շեշ ոչ մի շուն շնորհքի չի կարող ասել ոչ։ Այո, բայց շեշուբեշ։ Ու շեշ։ Զգուշացեք, այսօր ոստիկանությունը գալու մեզ մոտ։ Գեորգի, զգուշացիր, ոստիկանություն է լինելու։ 50։ 50։ 150։ В голодное время я приказал в своем имении для беженцев зарезать 3 волов. А что касается крестьян, то я собирался им раздать свою землю. Все-таки земля оставалась за вами. Да? Я бы раздал им, если бы не эта революция. Ну что я мог сделать? Эх, революция. Она помешала многим. А этот тип, кажется, красный. Ты что, с ним знаком? А где же Наташа? Молчок. Наташи не будет. Да?
Ժորժ։ Ահա։ Հիսուն։ Դարմաշիշ է։ Սա էլ 150։ Ահա։ Մեզ հետևում են։ Ժորժ, Ժորժ, ոստիկանությունը այստեղ է, շուտ հեռացիր։ Թող ինձ։ Ժորժ, նրանք արդեն եկան, փախիր։ Օ, միսյո Շարլ, անչափ ուրախ եմ, որ վերջապես կարող եմ ամբողջ պարտքը մուծել։ Իր մինուտ, պարդոն։ Ընդամենը 2 ժամ առաջ Նասիոնալ բանկում ավարտվեցին ինձ ժառանգված գումարի ձևակերպումները։ Միսյո Շարլ, ես ձեզ պարտք եմ ուրեմն 4500 ֆրանկ, որի տոկոսն է կազմում 1800 ֆրանկ, ընդամենը 6300 ֆրանկ։ Ահա։ Խնդրեմ։ Օ, միսյո Բերնա։ Այլևս ոչ մի առարկություն, միսյո Ժորժ, ոչ մի պատճառաբանություն։ Դուք խախտել եք ձեզ տրված բոլոր ժամկետները եւ ես հարկադրված կլինեմ։ Միսյո Բերնա, ես ձեզ պարտքեմ 3200 ֆրանկ, որի տոկոսն է կազմում 1500, ընդամենը 4700 ֆրանկ, այդպես չէ։ Ահա։ Խնդրեմ։ Պարոնայք, կրկին անգամ ընդունեք իմ փոնին շնորհակալությունները։ Պարդոն։ Մերսի։ Ժորժ, այդ ինչ փողերով մարեցիր պարտքդ, սամպրովիզիոն, անվճար։ Այո։ Իսկ դու գիտես դա ինչ է նշանակում, բանտարկություն, աքսոր, ինչ արի Ժորժ։ Լռի։ Այսօր բանկը փակ է։ Վաղը երկուշաբթի։ Նրանք միայն երկշաբթի կիմանան այդ մասին։ Իսկ ինչ այդ հայրս կգա ռեստորան, ինչպես պայմանավորեցինք։ Պիտի խաղամ, պիտի տանեմ, ամբողջ պարտքս կվճարեմ։ Ժորժ, իսկ եթե չհաջողվի քեզ, այդ դեպքում… سلام ամենաթարմ վիճակն А где же Наташа? Գնացեք, մատուցեք, բոլորին մատուցեք, ժամանակին եւ արագ։ Ամբո, ես ինչ ուրախ պեղա, ոնց որ հարսանիք իտուրել էի, բարյաչողում, բարև ձեզ, Պապա, բարև ձեզ Պյոտր Իվանիչ։ դու էլ ստեղ ես։ Խնդրեմ, համեցեք, նստեք։ Խնդրեմ, մերսի։ Լսում եմ ձեզ։ Հովա, ինչ ա ուզում։ Սա։ Հա։ Թե ինչպես ասեմ, ծաղրածու է։ Ծաղրածու, այո։
Մասխարա։ Հենա թող իրան մասխարա անի էլի։ Պապա, շեֆը մերոնցից է։ Դու մի քիչ զրուցիր, ես գնամ տեսնեմ հարսնացուիս մորակույրը եկել է թե ոչ։ Մերոնցից, հա։ Ահա։ Լավ։ Ադա, ты по-русски знаешь? Да, знаю. Мигрант? Да, я иммигрант. Бежал. Бежал. Откуда? Что? Бежал. Из Ростова-на-Дону. Откуда? Из Ростова-на-Дону. Служил? Я был фабрикантом. Какую фабрику имел? Имел фабрику Сургуча и гильз для папирос. Ай, Гидея, все пропало. И все вернется вновь. Вернется. На, держи карман шире. Вы не верите? Знаешь, земляк, армянские пословицы говорит, пока канава вода пойдет, лягушки глаза выскочат. Эту пословицу я знаю, я же армянин. А да хаешь? Хаем. А почему рыжий? Я рыжий? Вот это уж не знаю. Может быть, мамаша знает. Простите, у меня гость. Խնդրեմ, համեցեք, համեցեք։ Պապա, խնդրեմ ծանոթացիր հարսնացուիս մորակույրը, Միսիս Ալիս Ջերալդ։ Անչափ երջանիկ եմ, ծանոթանալու իմ ապագա փեսացուի ասնավազար մծնողի հետ։ Ես էլ երջանիկ եմ խնամի ջան, մատաղել եմ քեզ Խնդրեմ նստի։ նստեք։ Պյոտր Իվանիչ Մինթոև, Բակինսկի, Գրոսինսկի, Նեֆտոպրոբիչ։ Օ, Ինչ կուտես, մատա։ ծարավ եմ։ Ադա, ասա մի բան բերել խմենք։ Ես մեր լեզուն որտեղ է սովորել։ Իմ ամուսինը միստր Մինթոև լեզվաբան էր, նա ինձ 16 լեզու սովորեցրեց։ Լեզվաբան է, լավ է։ Այո, այո։ Ուրեմն ասում ես 16 լեզու սովորեցրել, ըմբո։ Այո, միստր Մինթոև։ Մարդը թիմաշտեղ է։ Մարդ չունեմ։ 5 տարի առաջ մարդս գլորվեց։ Ոնց թե գլորվեց։ Մենք ամերիկացիներս այդպես ենք ասում, երբ որևէ մեկը մեռնում է, առանց զգուշացնելու։ Ուրեմն սիրտը տրակել է, խե։ Խինի։ Որովհետև հաշպեցող էր, թուղթ խաղացող, սկանդալիստ, ֆու, ձեր կենացը։ Շնորհակալ եմ։ Ադա ես կանգանից խելքես բան չի կտրում։ Պապա, նա շատ ուզված է։ Հա։ Դուք մյուզիկ սիրում եք, միստր Մինթոև։ Մուզիկա։ Ինչի՞ չէ, ջահել վախտս թարի վրա ծնգացնում էի։ Հանգուցյալ ամուսինս էլ էր սիրում։ Լավ, խնամի ջան, սիրտդ մի շուտ է։ Աշխարհն էսպես է կելա, էսպես է գնում է։ Ադա ասա մի բան նվագեն երկեր բարել։ Հա, կարելի։ Հիմա, պապա, հիմա։ Հա, են է ասում։ Ասացեք, միստր Մինթոև, մենք ամերիկացիները սիրում ենք լինել պարզ, համարձակ և նույնիսկ ավելին։ Պապա, ես ամեն ինչ պատվիրեցի, բայց հիմա պետք է գնամ։ Հա, դու գնա, Ժորժիկ ջան, մենք մեր գործը ստեղ կտեսնենք։ Շտապեցեք։ Դե իհարկե, դուք երբեք ժամանակին դուրս չեք գա։ Ձեզ հետ եմ, լսում եք։ Ցած թրեք իսկույն։ Արագ, ժամանակ մի կորցնի, շտապեք։ Սա ինչ բան է, չեք լսում ինչ է։ Գնացեք, բավական է։ Վերջ տվեք։ Միստր Մինթոև, դուք պարել սիրում եք, հա?
Սիրում եմ, քարաքյամա, ուզում դարա շատ եմ պարել, համա ես տեսախ պարել չգիտեմ։ Ուզում եք ես ես համար պարեմ, հա։ Ուզում եմ, համա լավ կլինի կողքիցը շերանաս։ Համեն մի քիչ խոսենք մեր ջահելների մասին խնամի ջան։ Խոսենք, ինչու՞ չէ, Դեն ասա։ Հանուշիկս, ինչպես ես։ Այո, հասկացա։ Դուք ուզում եք իմանալ, թե իմ քրոջ դուստրը ինչպիսի աղջիկ է, այո։ Հա, խնամի ջան։ Ասեմ։ Հա, խնամի ջան։ Առաջին հերթին էտա հարկավոր, հետո էլ… Այո, ասեմ ձեզ։ Օ, Նատաշա, աղամյակս, այս ինչպես ես փոխվել։ Շատ ավ։ Ադա։ Ադա, չանվի։ Ներեցեք, ես խալվեցի, պապ։ Չանվի։ Խմացա։ Տարնակ է։ Ուշադրություն։ Տիկնայք և պարոնայք, խնդրում եմ հույսները չկտրեք։ Այսպես։ Ուշադրություն, պարոնայք, ուշադրություն։ Այսպես։ Հո, մադամ, ինչպիսի հաջողություն։ Շնորհավորում եմ, մադամ, շնորհավորում եմ։ Տիկնայք և պարոնայք, պատրաստվեցեք հաջորդ պտույտին։ Տեսակ, ոնց վախտը վերեց։ Քրոջս աղջկա ուժիկ է։ Մի մեծ բան չէ։ Ինչքան։ 4-500 միլիոն։ Ինչ։ Տանձիկորիս։ Տանձիկորիս։ Մենք դոլարին տանձիկորիս ենք ասում։ Խնամի ջան, դու մազալ հոգնիկ ես։ Քիչ է։ Հա։ Չէ։ Այնքան էլ քիչ չէ։ Մի բան էլ ես կավելացնեմ կապրեն։ Հադա չալավեք։ Շամպանս, մի բան բերեք։ Сказали, Наташи не будет. Молчок. О, хорошо, молчу. Բայց խնամի, մի լավ կովկասյան հարսանիք պիտի սարքենք։ Մենք ամերիկացիները շատ ենք սիրում։ Ձեր հարսանիքները վերեն այս։ Մի սարի հացել տա, որ զուրնիզները միջև Ամերիկա հասնի։ Որևէ բանի պետք ունեք։ Չէ, ամեն բան լավ է։ Երաժիշտներին պետք է փող վճարել, միստր Մինթոև։ Մեղություն մի քաշի խնամի ջան, ես կտամ։ Բրավո։ Կենաս։ Բրավո, մայեստրո։ Я одна в своей печали, кругом глаза, но я одна, и губы помнят поцелуй прощальный. Тише, господа! Ведь поет-то княгиня Анастасия Николаевна. Аккомпанирует-то ей кто? Антонов князь. Я все ждала, печали будет меньше, придет другой и зачеркнет следы. Россия, матушка. Анна, ты думаешь, можно на что-то надеяться? Отстань от меня. Любимый, милый друг моей
Любимый, милый друг. Моя мечты. Генерал, не мешайте певице. Пойдемте, прошу. Прошу, пожалуйста. Ладно, прошу. ладно, не буду мешать. О, голубка моя, ручку. Мой хороший. Радость ты моя. Ну, что ты на меня уставился? Генерал, когда же Россия будет наша? В резерве, к вашему сведению, ждут моего приказа 50 тысяч русских орлов. Да. Моего превосходительства князь считает, что еще не настало время. За ваше здоровье, господа, за Россию! Ну что ж, генерал, за Россию! Ты растоптал мои мечты, и снова я одна в своей печали. Խրամիջան, այն մեր գեներալն է, Նաուրուզենա է, երկու օրում Ռուսաստանը կգրավի, բայց դեր ժամանակը չի, ժամանակը չի։ Մեսր Մինտոև, մեր խմիչքը վերջացել է։ Այլ, ճիշտ է, ադաշալավ է։ 11 շեժվոզի կատբերին, մի շեժ ստեղ, դգրա։ Весна и плачет от тоски со мной. Весна. Где же Наташа? Генерал, сказали, сегодня не будет Наташи. Нет, будет у меня Наташа. Где Наташа, а? Генерал, не шумите, пожалуйста, Наташи сегодня не будет. А я вам сейчас Нет, ее не устрою будет. такой бунт. Да. Сейчас она Да, придет. Подождите, бунт. сейчас она придет, сейчас. Наташа, генерал поднимет бунт, если вы не споете. Где же Наташа? Знай, бродит ветер, заметает все следы. Верь мне на свете, у меня остался ты. Գուշացեք անախորժություններ չլինեն։ Գնացեք։ Сквозь смех я плачу, отчего ты не поймешь. Я глаз не прячу, все равно за мной Здравствуйте, генерал. Ոսկորները ստրանակյա, պարկալ եմ ուզում։ Vay Xınamijan. Vay, vay.
Կանչեցեք Ժորժ Մինթոևին։ Ժորժը տանը չէ։ Տանը չէ։ Հավատացնում եմ ձեզ։ Դուք կարող եք համոզված լինել։ Եվ նույն է։ Նա մեր ձեռքից դուրս չի պրծնի։ Ինչ է։ Ովքեր են։ Ինչ է պատահել։ Ոստիկանությունից է։ Ժորժին են փնտրում։ Ոստիկանությունից։ Մագդա։ Մագդա։ Ոսում ես։ Ոստիկանությունը Ժորժին է փնտրում։ Ժորժի։ Հագնվիր։ Գնանք։ Ստյոպային ձերբակալեցին։ Սա ձեր վերջինն է, ինչպես տեսնում եմ։ Ուշադիր։ Պարոնայք, զգուշացնում եմ։ 13, 15, 17, 19 համարները 20-ական ֆրանկ։ Զույգ համարները 40-ով։ Սկսեցինք։ Սերոժը, ոստիկանությունը մեզ մոտ է։ Անհրաժեշտ է Մինթոևից հաշիվը ստանալ։ Գնանք։ Շնորհակալ եմ։ Ամեք իսպեր շնորհակալ եմ։ Ադա չանորե, բարոշնի գլասե։ Բոլոր ասկիրը թողելի։ Դուք ձեր հաշիվը փակեք, հետո կարող եք զվարճանալ ինչքան ուզում եք։ Խնդրեմ։ Давай։ Ամբո, էսքան հարամ։ Չէ, տանձիկ կորից։ Տանձիկ կորից։ Ինձ անհրաժեշտ է տեսնել Մույսյո Մինթոևին։ Բայց դա խիստ կարևոր է, հասկանում եք, խիստ կարևոր է։ Մագդա, ես արդեն նրան ամեն ինչ բացատրել եմ։ Ներսանցիր Պետյան այս կարգադրված է։ Պետյան, չես անում այն մար։ Մաղթաղ ջան։ Քեզ ինչ է Արի, արի, հեպ եմ անում։ Խնամուսու հոնաղներին պատիվ եմ ծալի։ Ինչ խնամ։ Ինչեր ես ասում։ Ուր է խնամին, ապա մի ցույց տու տեսնեմ։ Մեր խնամին էլի, այ, վայ, էդ ինչ են անում։ Վայ, վայ, վայ։ Ваше превосходительство, не стыдно? Перестаньте! Ну нужно вас к черту! Мулья рожа! Եկցին, անարակին է։ Ուրեմն Ժորժի ինձ խապել, հա։ Իհարկե։ Գնանք եկտնենք։ Ուրա։ Ռոժե! Մուսյո Ռոժե, իմ տոկոսները, տվեք, մուսյո Ռոժե, իմ տոկոսները։ Ժորժ Մինթոև, օրենքի անունից դուք ձերբակալված եք որպես խաբեբա, անվճարունակ չեք ստորագրելու մեղադրանքով։ Փախոստի դեպքում պատիժը կրկնապատկվում է։ Ուր է, որտեղ է։ Ուր է։ Ադա, շախկարի ծնում։ Հերիք չեմ ես այգդարական է։ Բոլոր մուտքերը փակել։ Ուր գնաց Ժորժը։ Չգիտեմ։ Արեք։ Ինչ է պատել, ինչու՞մ է բանը, հեռացիք ճաղմուկ է, հեռացիք։ Այս կոմ, ուր գնաց։ Ես մուտքի մոտ եմ։ Ինչու՞մ է բանը հարցնում եմ ձեզ։ Միսյո Մինթոև, ես կարող եմ ձեր որդուն ամիջապես ազատել, եթե դուք կանխիկ վճարեք 10,000 ֆրանկ։ Գնա ես փուլ։ Իմ տոկոսներն են։ Իմ։ Միստր Մինթոև։ Խաղանք։
Խնամի։ Չէ։ Չէ, խնամի, չէ։